Ողջույն հարգելի խեցգետիններ, սա ձեր հորոսկոպն է օգոստոս ամսվա համար։ Ձեզ հետ Արմինե Նահապետյանն է։ Օգոստոսը կարմայական ամիս է, սա նաև խավարումների ամիսն է։ Մերկուրին բավականին արագ է շարժվում, ինչը նշանակում է, որ էներգիան նույնպես շատ ակտիվ կլինի։ Ընդհանրապես այս ամիս բազմաթիվ մոլորակներ փոխում են իրենց դիրքը, և դրա պատճառով կյանքի էներգիան արագ ու զգալիորեն կփոխվի։ Այդ պատճառով օգոստոսին սպասվում են բազմաթիվ իրադարձություններ, տարբեր իրավիճակների հանգուցալուծումներ և կարևոր փոփոխություններ։ Խեցգետինների համար առաջին պլան կգան ֆինանսների, եկամուտների, խոշոր գումարների, գնումների և վճարումների հետ կապված հարցերը։ Որոշ խեցգետինների համար այս ամիսը կարող է դառնալ նաև կարիերայում վճռորոշ փուլ, կարևոր պայմանագրերի ստորագրում, նոր առաջարկներ ու հնարավորությունները կարող են բացել ձեր առջև նոր ճանապարհներ։ Այժմ հերթով կանդրադառնանք ամսվա ամենակարևոր օրերին և կտեսնենք, թե ինչ է ձեզ պատրաստել օգոստոսը։ Եթե ցանկանում եք խորհրդատվություն, ապա կարող եք դիմել նշված հեռախոսահամարով։ Կարող եք գրել տվյալ Viber-ին։ Արևը, Յուպիտերը և կարմայական հանգույցը գտնվում են ձեր երկրորդ տանը, որը պատասխանատու է ֆինանսների և եկամուտների համար։ Սա այն ոլորտն է, որը ցույց է տալիս, թե ինչպես եք դուք գումար վաստակում։ Այստեղ են ձեր աշխատավարձը, եկամուտները, ֆինանսական հնարավորությունները, գումարի հետ կապված բոլոր գործերն ու փաստաթղթերը, ինչպես նաև արժեքավոր իրերն ու արժեթղթերը, նաև ինքնաբացահայտումը և ինքնագնահատումը։ Երկրորդ տան ազդեցությամբ կարող են նաև կարևոր փաստաթղթեր ձևակերպվել։ Յուպիտերի ներկայությունն այստեղ կարող է բերել իրավական կարևոր փաստաթղթեր կամ ճանապարհորդությունների հետ կապված հարցեր։ Գուցե վաղուց եք ծրագրել ձեր երազանքի ճանապարհորդությունը, տեղափոխությունը կամ որևէ մեծ գնում։ Իսկ թե ինչ կլինի այդ արժեքավոր ձեռքբերումը, յուրաքանչյուրի համար տարբեր է։ Ոմանց համար դա կարող է լինել ավտոմեքենայի գնում, թանկարժեք զարդերի ձեռքբերում, ոմանք կարող են ներդրում կատարել սեփական բիզնեսում, իսկ մյուսները իրենց զարգացման կամ կրթության մեջ։ Այս ժամանակահատվածում ձեզ տրվում են մեծ հնարավորություններ աճելու համար և ֆինանսապես։ Այն ամենը, ինչի մեջ հիմա ներդրում կատարեք, ինչ որոշումներ ընդունեք կամ ինչի վրա աշխատեք, ապագայում կբերի իրական արդյունքներ և զարգացումներ։ Այդ պատճառով օգոստոսը շատ բարենպաստ ամիս է կարևոր գնումների, նոր նախագծերի մեկնարկի, նոր աշխատանքի անցնելու և կյանքի կարևոր փոփոխությունների համար։ Օգոստոսի 6-ին Վեներան փոխում է իր դիրքը և տեղափոխվում է ձեր 4-րդ տուն։ 4-րդ տունը կապված է ընտանիքի, տոհմի, հարազատների, մեր տան, անշարժ գույքի, հարմարավետության և ներքին խաղաղության հետ։ Իսկ որտեղ գտնվում է Վեներան, այնտեղ սովորաբար ավելանում են ներդաշնակությունը, գեղեցկությունն ու հաճելի իրադարձությունները։ Աստղագիտության մեջ Վեներան հաճախ անվանում են փոքր երջանկություն, քանի որ այն բերում է ուրախություն և բարենպաստ փոփոխություններ մեր կյանք։ Դա նշանակում է, որ ձեր տան, ընտանիքի կամ անշարժ գույքի հետ կապված կարող են շատ հաճելի իրադարձություններ տեղի ունենալ։ Ավելին, Վեներան այստեղ կմնա բավական երկար, գրեթե մինչև տարվա վերջ, այսպիսով դուք կունենաք բավական ժամանակ ձեր կյանքում ինչ-որ բան փոխել դեպի լավը։ Այս փոփոխությունները կարող են վերաբերվել ձեր հարազատների հետ հարաբերություններին։ Որոշների ընտանիքում կարող են տեղի ունենալ ուրախ իրադարձություններ, երեխաների, թոռների կամ զարմիկների ծնունդ, ընտանեկան տոն կամ այլ հաճելի նորություններ։ Վեներան կարող է նաև ցույց տալ ընտանիքի ընդլայնում կամ տան հետ կապված կարևոր փոփոխություններ։ Բացի այդ, Վեներան պատասխանատու է ստեղծագործության և այն ամենի համար, ինչ մենք սիրում ենք անել։ Հնարավոր է, որ ցանկանաք ձեր տունն ավելի գեղեցիկ դարձնել, վերանորոգում սկսել, կահույքը փոխել, նոր իրեր գնել կամ պարզապես թարմացնել տան մթնոլորտը։ Ոմանց համար այս շրջանը կարող է նաև կապված լինել տանից աշխատելու հետ, հատկապես եթե աշխատանքը վերաբերվում է գեղեցկությանը, արվեստին կամ ստեղծագործությանը։ Վեներայի թեմաներն են նաև երեխաները, համեղ ուտեստները, զարդերը, դիզայնը, արվեստը և գեղեցիկ իրերը։
Այդ պատճառով ամբողջ օգոստոսի ընթացքում ձեր տան եւ ընտանեկան կյանքի շուրջ ավելի շատ ներդաշնակություն, ջերմություն եւ գեղեցիկ հնարավորություններ կզգացվեն։ Հնարավոր են հաճելի հանդիպումներ ընկերների հետ, ուրախ հավաքույթներ, հաջող գնումներ, կամ ձեզ հյուր կարող է գալ ընկերուհի կամ հարազատ, որի հետ շփումը մեծ հաճույք կպատճառի։ Այս ժամանակահատվածում նաև բարենպաստ են ուղևորությունները հայրենի վայրեր։ Եթե ծրագրում եք անշարժ գույք գնել, վաճառել կամ ձևակերպել դրա հետ կապված գործարքներ, ժամանակը նույնպես բարենպաստ է, հաջող է։ Հետո արդեն Վեներան հետադարձ է լինում։ Չնայած հետադարձի մասին ես առանձին խոսեմ, դա արդեն կարող է խնդիրներ մի փոքր առաջացնել ընտանիքի անդամների հետ, որտեղ սառնություն է մտցնում, երբ որ հետադարձ է լինում։ Նույնիսկ եթե ցանկանում եք ծաղիկներ տնկել, այգին բարեկարգել կամ գեղեցկացնել ձեր տան շրջակայքը, այս շրջանը դրա համար եւս բարենպաստ է։ Վեներան ձեզ համար ստեղծում է շատ հաճելի եւ խաղաղ էներգիա։ Օգոստոսի 7-ին Արևն ու Սատուրնը ունեն շատ լավ միացում։ Այդ օրերին կարող եք ստանալ կարևոր նորություն, կարևոր պատասխան, ստորագրել կարևոր փաստաթուղթ կամ կատարել արժեքավոր գնում։ Դա կարող է կապված լինել ձեր կարիերայի, պաշտոնի կամ անշարժ գույքի հետ։ Որոշ խեցգետինների համար այս օրերին կարող է փոխվել նաև սոցիալական կարգավիճակը։ Օրինակ, կարող է լինել հարսանիք, հոբելյան ծնունդ, պաշտոնի բարձրացում կամ այլ կարևոր իրադարձություն։ Օգոստոսի 7-ը գումարած կամ հանած այդպես 1 օր պակաս շատ հարմար ժամանակ է նոր գործ սկսելու կամ խոշոր գնում կատարելու համար, քանի որ այդ օրերի էներգիան շատ լավն է։ Եթե փնտրում եք ներդրողներ կամ ցանկանում եք ծանոթանալ ազդեցիկ մարդկանց հետ, ապա այս օրերը նույնպես շատ բարենպաստ են։ Նրանք, ովքեր աշխատում են խոսքի կամ ձայնի միջոցով, դասախոսներ, հաղորդավարներ, երգիչներ, դերասաններ կամ հրապարակային ելույթ ունեցող մարդիկ, նույնպես կարող են զգալ այս շրջանի դրական ազդեցությունը։ Ձեզ համար սա կարող է դառնալ շատ հաջող եւ արդյունավետ շրջան։ Օգոստոսի 9-ին Մերկուրին անցնում է առյուծնշան եւ սկսում է իհարկե աջակցել ձեզ։ Այն կգտնվի ձեր երկրորդ տանը մինչև օգոստոսի 25-ը։ Մերկուրին արագ մոլորակ է, դրա համար այս ընթացքում գործերը նույնպես շատ արագ կընթանան։ Այն ձեզ կբերի ճիշտ մարդկանց, օգտակար ծանոթություններ, կարևոր փաստաթղթեր եւ նոր հնարավորություններ։ Հատկապես հաջող կզարգանան այն գործերը, որոնք կապված են ֆինանսների, եկամուտների, աշխատանքի, առևտրի եւ գնումների ու վաճառքների հետ։ Եթե վաղուց մտածում եք որևէ տեխնիկա կամ ավտոմեքենա գնելու մասին, կամ ցանկանում եք ներդրում կատարել ձեր կրթության մեջ, ապա սա շատ հաջող շրջան է այս ծրագրերն իրականացնելու համար։ Այն ամենը, ինչը սկսեք այս ժամանակահատվածում, լավ հիմք կունենա եւ հետագայում կզարգանա։ Օգոստոսի 11-ին Մարսը մտնում է Խեցգետին նշան, ձեր նշան, սա նույնպես շատ դրական ազդեցություն կունենա ձեզ վրա։ Մարսը կմտնի ձեր առաջին տուն, որը կապված է ձեր անձի, արտաքին տեսքի, առողջության եւ կենսական ուժի հետ։ Այս ժամանակահատվածում առաջին հերթին ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Նույնիսկ եթե ամեն առավոտ ընդամենը մի քանի րոպե մարզանք անեք, դա զգալիորեն կբարձրացնի ձեր էներգիան։ Մարսը խորհրդանշում է շարժումը, ակտիվությունը եւ սպորտը։ Երբ ձեր էներգիան բարձրանում է, կյանքի մյուս ոլորտներն էլ սկսում են ավելի արագ առաջ շարժվել։ Բացի այդ, Մարսը կապված է նաև բիզնես առաջարկների եւ նոր հնարավորությունների հետ։ Ուժեղ Մարսը հաճախ նոր առաջարկներ է բերում, օգնում է ճիշտ մարդկանց հանդիպել եւ առաջ շարժվել։ Իդեպ ես ուզում եմ նշել, որ ես ձեր մասին անպայման կխոսեմ, թե որ տարվա ծնված խեցգետիներին կբերի հաջողություն իրենց կարևոր մոլորակը։ Ոչ թե ձեր մոլորակը, այլ մոլորակը, որը գտնվում է ձեր նշանում եւ իր համար դա լավ դիրք է։ Կանանց համար այս ժամանակահատվածում կարող են հայտնվել ազդեցիկ տղամարդիկ, թե աշխատանքի, թե բիզնեսի, թե անձնական կյանքի համար։ Ընդհանրապես ձեր շրջապատի տղամարդկանց հետ հարաբերություններն ավելի ակտիվ կարող են դառնալ։ Այս ազդեցությունը կարող է բերել նոր ծանոթություններ, ժամադրություններ եւ կարևոր հանդիպումներ։ Դուք ինքներդ էլ ձեզ ավելի ինքնավստահ, ուժեղ եւ եռանդուն կզգաք։
Առաջին տանը գտնվող Մարսը մեծացնում է նախաձեռնողականությունը։ Մարդը ավելի վերցում է ամեն ինչ իր ձեռքը եւ անում, ռիսկի է դիմում։ Եթե ամեն առավոտ նույնիսկ փոքր վարժություն կատարեք, դա կօգնի ամբողջ օրը լինել ավելի ակտիվ եւ դրական տրամադրված։ Այս շրջանում կարող է ուժեղանալ ճանապարհորդելու ցանկությունը, սեփական գործը զարգացնելու ձգտումը եւ նոր նպատակներով հասնելու մոտիվացիան։ Մարսը նաեւ մեծացնում է կենսական էներգիան, պտղաբերությունը եւ սիրային հարաբերությունների նկատմամբ հետաքրքրությունը։ Այդ պատճառով այս օրերին դուք ավելի նախաձեռնող եւ ակտիվ կլինեք։ Օգոստոսի 12-ին տեղի ունենում արևի խավարումը։ Այս ամիս իսկապես շատ ուժեղ աստղագիտական իրադարձություններ կան եւ դրանցից ամենակարևորներից մեկը հենց այս խավարումն է։ Այն տեղի կունենա ձեր ֆինանսների տանը։ Սա առյուծի նշանում առաջին արևային խավարումն է, որը սկսում է ամբողջովին փոխել ձեր կարմայական ծրագրերը առաջիկա 2 տարիների ընթացքում, 2 տարիների համար։ Այն փոխում է ձեր զարգացման ուղղությունը։ Խավարումների ազդեցությունը սովորաբար սկսում ենք զգալ նույնիսկ դրանից 1 ամիս առաջ։ Հետևաբար արդեն օգոստոսին կզգաք, որ ինչ որ բան փոխվում է կամ հուլիսի վերջ հիմա, եւ դուք ինքներդ եք ցանկանում փոփոխություններ անել նաեւ ձեր կյանքում։ Այս փոփոխությունները հիմնականում կապված կլինեն ֆինանսների, եկամուտների եւ նյութական ապահովության հետ։ Իհարկե, յուրաքանչյուրի կյանքում դրանք տարբեր ձևով կարտահայտվեն։ Արևի խավարումը շատ հզոր սկիզբ է։ Իրականում արևի խավարումը նորալուսին է, սակայն դրա ազդեցությունը բավականին շատ ուժեղ է։ Այդ օրը կարող են ծնվել նոր գաղափարներ, բացվել նոր հնարավորություններ, հայտնվել նոր մարդիկ եւ նոր ծանոթություններ։ Սակայն հենց խավարման օրը ցանկալի չէ ծանրաբեռնել կարևոր գործերով։ Ավելի լավ է այդ օրը հանգիստ կազմել ապագա ծրագրերը, ցանկություններ պահել, նպատակներ գրել եւ կատարել առատության կամ հաջողության հետ կապված որևէ պրակտիկաներ։ Այնուհետև սկսվում է խավարումների միջանցքը, որը կտևի մինչև օգոստոսի 28։ Այս ընթացքում կարող եք սկսել նոր գործեր, նոր նախագծեր կամ նույնիսկ կյանքի նոր փուլ, բայց միայն այն դեպքում, եթե լիովին վստահ եք ձեր որոշման մեջ։ Բանն այն է, որ այն ամենը, ինչ սկսում է խավարումների այս հզոր էներգիայի ազդեցության տակ, սովորաբար երկարաժամկետ զարգացում է ստանում, անկախ նրանից, հետո կփոխեք ձեր կարծիքը, թե ոչ։ Այդ պատճառով շատ կարևոր է, որ ձեր որոշումները լինեն գիտակցված եւ վստահ։ Օրինակ, եթե արևի խավարումից հետո ամուսնանաք, ապա այդ միությունը մեծ հավանականությամբ կլինի երկարատև։ Նման իրադարձությունները կարող են իրենց ազդեցությունը պահպանել նույնիսկ տասնամյակներ։ 18 տարի, 19 տարի։ Այս շրջանում կարող են սկսվել նոր կյանքի կարևոր փուլեր, որոնք կզարգանան առաջիկա 6 ամիսների ընթացքում։ Իսկ որոշ դեպքերում խոսքը կարող է լինել ճակատագրական իրադարձությունների մասին, որոնց ազդեցությունը կշարունակվի երկար տարիներ։ Խավարումների միջանցքը համարվում է հենց կարմայական շրջան։ Այս ընթացքում երբեմն տեղ են ունենում այնպես իրադարձություններ, որոնց վրա մենք ամբողջությամբ չենք կարող ազդել։ Սովորական օրերին մենք կարող ենք աշխատել մեզ վրա, զարգացնել մեր ուժեղ կողմերը, ճիշտ օգտագործել մեր էներգիան եւ դրանով բարելավել կյանքի տարբեր ոլորտները։ Բայց խավարումների միջանցքում հաճախ մարդը քաղում է իր նախկին քայլերի պտուղները։ Այլ կերպ ասած, այնինչ նախկինում սերմանել եք, այժմ կարող եք վերադառնալ ձեր եւ իր հետևանքներով։ Այդ պատճառով շատ մարդիկ այս օրերին նույնիսկ օրագիր են պահում։ Նրանք գրի են առնում տեղի ունեցող իրադարձությունները, մտքերը, զգացողությունները եւ երազները, որովհետեւ այս ժամանակահատվածում հաճախ ստացվում են կարևոր հուշումներ։ Հենց խավարումների միջանցքում կարող են ավելի ուժեղ բացահայտել ձեր ինտուիցիան եւ ներքին ունակությունները։ Դուք կարող եք տեսնել շատ վառ եւ հիշվող երազներ։ Կարող է նաև ուժեղանալ ստեղծագործական ներշնչանքը կամ հանկարծ զգաք, որ շատ եք ցանկանում զբաղվել ինչ-որ նոր գործով կամ գնալ մի նոր ուղղությամբ։ Անպայման ուշադրություն դարձրեք այդ ձեր ներքին ձայնին։ Հիշեք, որ ձեր երկրորդ տունը կապված է այն բանի հետ, թե ինչպես եք գումար վաստակում։
Այդ պատճառով շատ խեցգետիների մոտ հենց այս ժամանակ կարող է առաջանալ ցանկություն զբաղվելու մի գործով, որը հետագայում կարող է դառնալ եկամտի աղբյուր։ Հնարավոր է, որ առաջին անգամ հստակ հասկանաք, թե որն է ձեր իրական կոչումը, ինչ կարող եք տալ մարդկանց եւ ինչի դիմաց կարող եք ստանալ արժանի վարձատրություն։ Մենք բոլորս ապրում ենք փոխադարձ էներգիայի փոխանակման աշխարհում։ Տալիս ես, վերցնում ես։ Եվ նյութական բարեկեցությունն էլ հենց այդ փոփոխման, փոխանակման մի մասն է, այսինքն գումարը վճարում ես, ստանում ես գումարի դիմաց ինչ-որ մի բան։ Այդ պատճառով ֆինանսների այս ոլորտը հիմա ձեզ համար հատկապես շատ կարևոր նշանակություն ունի։ Խավարումների միջանցքը նաև շատ հարմար ժամանակ է կարևոր գնումների համար։ Բարենպաստ է ներդրում կատարել ինքներդ ձեր մեջ, օրինակ հոգ տանել արտաքին տեսքի մասին, զբաղվել առողջությամբ կամ ֆիզիկական պատրաստվածությամբ։ Գուցե որոշեք մարզասրահ հաճախել, տնային մարզասարք գնել կամ սկսել ավելի ակտիվ ապրելակերպ։ Նման ներդրումները միշտ արդարացնում են իրենց, որովհետև դրանք ուժեղացնում են ձեր առողջությունը, էներգիան եւ ինքնավստահությունը։ Իսկ դրանից հետո սկսում են ավելի հեշտ զարգանալ նաև կյանքի մյուս ոլորտները։ Նույնպես շատ բարենպաստ շրջան է նոր աշխատանքի անցնելու կամ աշխատանք փնտրելու համար։ Եթե ունեք սեփական բիզնես, ապա այն նույնպես կարող է ակտիվ զարգանալ։ Կարող են հայտնվել կարևոր ծանոթություններ, նոր գործընկերներ կամ օգտակար կապեր։ Եթե փնտրում եք հովանավորների, ներդրողների կամ պատրաստվում եք ներկայացնել ձեր նախագիծը, ապա այս ժամանակահատվածը դրա համար շատ հաջող է։ Այս ընթացքում Մերկուրին միանում է Յուպիտերին եւ սա օգոստոսի ամենաբարենպաստ իրադարձություններից մեկն է։ Օգոստոսի 15-ին, մեկ օր առաջ, մեկ օր հետ, Մերկուրի, Յուպիտերի եւ Վեներայի շատ հաջող միավորման շրջան է։ Այս օրերին շատ լավ է ներդրում կատարել ինքներդ ձեր մեջ կամ ձեր կրթության մեջ։ Ոմանց համար սա կարող է լինել ավտոմեքենա գնելու հաջող ժամանակ։ Մյուսները կարող են ստանալ երկար սպասված պատասխան, թեկուզ ուսման համար, կրթության հետ կապված կամ ստորագրել կարևոր իրավական փաստաթուղթ։ Սա նաև բարենպաստ օր է նոր գործ սկսելու, կարևոր գնում կատարելու կամ կյանքի նոր փուլ բացելու համար։ Օգոստոսի 17-ը նույնպես մեկ օր առաջ, մեկ օր հետ Սատուրն ու Մերկուրին ունեն շատ լավ միացում։ Այս օրերը հատկապես հարմար են բանակցությունների, պայմանավորվածությունների եւ փաստաթղթեր ստորագրելու համար։ Այսինքն 15-ից սկսած կարելի ասել 14-ից։ Եթե դուք ինչ-որ մեկին խոստում եք տալիս կամ ինքներդ խոստում եք ստանում, ապա մեծ հավանականությամբ այդ պայմանավորվածությունը երկարաժամկետ կլինի։ Ընդհանրապես խավարումների միջանցքում ընդունված որոշումները կարծես կնիք եք դնում։ Ասում եք ու վերջ։ Եթե որևէ հարցում վստահ չեք, ավելի լավ է չշտապեք, պարտավորություններ ստանձնել կամ խոստումներ տալ։ Հակառակ դեպքում հետագայում ստիպված կլինեք վերադառնալ այդ հարցին եւ դրա հետևանքները կարող են կրկին հիշեցնել իրենց մասին հաջորդ խավարումների ժամանակ։ Իսկ եթե ձեր որոշման մեջ վստահ եք, ապա այս օրերը հիանալի ժամանակ են ամուր հիմք դնելու, կարևոր գնում կատարելու, փաստաթղթեր ձևակերպելու կամ նոր նախագիծ սկսելու համար։ Հնարավոր է նաև շատ կարևոր զրույց, ճակատագրական ծանոթություն կամ օգտակար հանդիպում։ Այս ամենը կարող է դրական ազդեցություն ունենալ ձեր ապագայի վրա։ Օգոստոսի 21-ին Վեներայի եւ Սատուրնի միջև կա լարված միացում։ Այս ազդեցությունը կարող է ստեղծել հակասություն հաճույքի եւ պարտականությունների միջև։ Կարևոր կլինի գտնել հավասարակշռություն աշխատանքի եւ անձնական կյանքի միջև։ Այդ պատճառով օգոստոսի 21-ին, ինչպես նաև մեկ օր առաջ, մեկ օր հետո, ցանկալի չէ պարզաբանել հարաբերությունները ընտանիքի, տան կամ անշարժ գույքի հետ կապված հարցերում։ Նույն զգուշությունը նաև վերաբերվում է աշխատանքային հարաբերություններին, ղեկավարությանը, ձեր ընկերներին, գործնական իհարկե կամ ձեզանից տարիքով մեծ մարդկանց հետ շփմանը։ Փորձեք այս օրերին խուսափել վեճերից եւ սուր քննարկումներից։ Եթե պահպանեք հանգստությունը, ապա մնացած բոլոր ազդեցությունները կշարունակեն աշխատել ձեր օգտին ավելի դրական։ Դուք կարող եք ստանալ հետաքրքիր առաջարկներ, կարևոր փաստաթղթեր, կարևոր պատասխաններ եւ նոր հնարավորություններ։
Միաժամանակ ձեր կյանքում կավելանան նոր ծանոթությունները, շփումները, ճանապարհորդություններ, գործուղումներ եւ իհարկե ակտիվ հաղորդակցություն, շփում։ Օգոստոսի 25-ին Մերկուրին է անցնում ձեր 3-րդ տուն։ Այս պահին կարծես նոր էներգիա կստանաք, թեև Մարսն արդեն ձեզ մեծ ակտիվություն է տալիս, Մերկուրի այս անցումը ձեզ մտավոր կարողությունները կուժեղացնի ավելին։ Ձեր միտքը շատ արագ կաշխատի, կստանաք մեծ քանակությամբ տեղեկատվություն եւ կկարողանաք շատ արագ հասկանալ, վերլուծել եւ օգտագործել այն։ Կունենաք բազմաթիվ նոր գաղափարներ, հետաքրքիր մտքեր եւ ստեղծագործական ոգեշնչում։ Երրորդ տունը կապված է նաեւ եղբայրների, քույրերի, հորեղբայր, մորեղբայր, այդպես մորաքույր, գործընկերներ եւ հարևանների հետ։ Եթե նրանց հետ ունեք կարևոր գործեր կամ ծրագրեր, ապա դրանք կարող են այս շրջանում առաջնային լինել։ Երրորդ տունը նաեւ պատասխանատու է սեփական բիզնեսի, ուսման, ինտերնետային նախագծերի եւ հաղորդակցության հետ։ Այս շատ հաջող շրջան է նման նախագծեր զարգացնելու եւ առաջ մղելու համար։ Ձեզ համար մի հատ մեծ դուռ է բացվում, պետք է ուղղակի օգտվեք դուք, հարգելի խեցգետիններ։ Բացի այդ, այս ժամանակահատվածը հարմար է տեխնիկա, ավտոմեքենա կամ աշխատանքի համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար, լինի դա գրասենյակի համար, թե տան։ Եվ այդ ազդեցությունը կշարունակվի մինչև ամսվա վերջ։ Օգոստոսի 27-ին տեղի կունենա եւս մեկ կարևոր միացում Արևի եւ Մերկուրիի միջեւ։ Այս շրջանը կարող է բերել ճանապարհորդություն, գործուղում կամ որևէ կարևոր ուղևորություն։ Հնարավոր են նաեւ հանդիպումներ եղբայրների, քույրերի կամ հարազատների հետ։ Կարող եք ստորագրել կարևոր փաստաթուղթ, ստանալ շատ կարևոր տեղեկատվություն, պատասխան կամ նոր գիտելիքներ ձեռք բերեք։ Երրորդ տունը հիմնականում կապված է շփման եւ տեղեկատվության հետ։ Այդ պատճառով այս օրերին կարող են լինել նաեւ նոր ծանոթություններ, հետաքրքիր զրույցներ եւ օգտակար կապեր։ Իսկ այ օգոստոսի 28-ին տեղի ունենում լուսնի խավարում։ Այն տեղի կունենա ձկներ նշանում, ձեզ համար կլինի վերջին խավարումը 9-րդ տան թեմայով։ Վերջին 2 տարիների ընթացքում ձեր կյանքի այս ոլորտում շատ փոփոխություններ են տեղի ունեցել։ Ինչ է նշանակում 9-րդ տունը։ Առաջին հերթին դա կապված է ճանապարհորդությունների, հեռավոր ուղևորությունների եւ այն բոլոր փաստաթղթերի հետ, որոնք վերաբերվում են արտասահմանին, տեղափոխություններին եւ ճանապարհներին։ Այն նաեւ կապված է միջազգային բիզնեսի, օտարերկրացիների, օտարլեզուների, արտասահմանյան ընկերությունների եւ օտարերկրյա մարդկանց հետ աշխատանքի հետ։ Բացի այդ 9-րդ տունը կապված է կարևոր իրավական հարցերի, դատարանների եւ պաշտոնական գործընթացների հետ։ Այստեղ նաեւ բարձրագույն կրթությունն է, համալսարան ընդունվելը, քննություններ հանձնել, նոր կրթություն ստանալ կամ սեփական ուսումնական գործունեություն սկսել։ Այս ոլորտին են վերաբերվում նաեւ հրապարակումները, ցուցահանդեսը, տոնավաճառները, ընդհանրապես ձեր աշխարհայացի ընդլայնումը։ 9-րդ տունը նաեւ ուսուցիչների, գիտելիքի, հավատքի եւ փիլիսոփայական մտածողության ոլորտն է։ Բավականին շատ ոլորտներ են մեջ պարունակում։ Այստեղից հաստատ ինչ-որ մեկը ձեզ համար կլինի։ Նաեւ երկրորդ ամուսնությունն է, թորների ծնունդը։ Այս խավարումը կարող է ցույց տալ, որ ինչ-որ փուլ ավարտվում է։ Դե այս ոլորտներից որևէ մեկ։ Քանի որ սա վերջին լուսնային խավարումն է այս ոլորտում, այն կարծես ավարտում է ձեր կյանքի մի կարևոր կարմայական փորձություն։ Այդ պատճառով լավ կլինի ամփոփել անցած ճանապարհը։ Մտածեք ինչ է տեղի ունեցել այս 2 տարիների ընթացքում, ինչ փոփոխություններ են կատարել, ինչ եք սովորել եւ դեպի որ ուղղությամբ եք փոխվել։ Այն ամենը, ինչ նշեցի, յուրաքանչյուր խեցգետնի կյանքում կարող է տարբեր կերպ արտահայտվել։ Մեկը կարող է ընդունված լինել համալսարան հիմա ավարտի կամ ինչ-որ մի կրթության, սովորի 2 տարվա, մյուսը ավարտի կրթությունը, մեկ ուրիշը կարող է տեղափոխված լինել 2 տարի առաջ այլ երկիր կամ քաղաք, բայց ամեն դեպքում այդ փորձը ձեռք բերելը դա կարևոր դաս է եղել ձեզ համար։ Այժմ այդ փուլը մոտենում է ավարտին։ Լուսնային խավարումը կապված է լիալուսնի հետ։
որը ավարտում է եւ բացահայտում է ինչ-որ բաները, լուսավորում է ինչ-որ կետ։ Բայց ավելի ուժեղ է, իհարկե, խավարումը։ Այդ պատճառով շատերի համար այս ժամանակահատվածում կարծես լույս է ընկնում կյանքի այն հատվածի վրա, որտեղ նախկինում սխալներ են եղել կամ ինչ-որ բան չի ստացվել։ Դուք կարող եք ավելի հստակ հասկանալ, ինչու որոշ նպատակներ չեն իրականացվել, ինչն էր խանգարում եւ ինչ պետք է փոխել։ Ոմանց համար սա կլինի կարևոր գիտակցման պահ, վերջնական որոշում կամ մի փուլի ավարտ, մի փուլի ավարտ։ Ոմանց կյանքում այդ իրադարձությունները արդեն տեղ են ունեցել, իսկ մյուսների համար հիմա գալիս է ավարտական փուլ։ Օգոստոսի 28-ին ավարտվում է մոտ 2 տարի տևած կարևոր փուլը եւ ոմանց մոտ կարող է սկսել նոր փուլ ճանապարհորդությունների եւ արտասահման մեկնելու հետ, ով վերջնական որոշում է կայացնում, կա 2 տարի որոշում եք եւ հիմա արդեն վերջնական է դա։ Միգրացիայի եւ արտասահմանյան փաստաթղթերի հետ, միջազգային աշխատանքի եւ բիզնեսի հետ, օտար լեզուների, արտասահմանցիների, արտասահմանյան ընկերությունների հետ, իրավաբանական հարցերի եւ դատական գործերի հետ, բարձրագույն կրթություն, քննություններ, ուսման ավելի բարձր դասերի կամ սեփական ուսումնական ծրագրեր ստեղծելու համար, հրապարակումների, ցուցահանդեսների, տոնավաճառների, դա արդեն բավականին նշել եմ, թորների, երկրորդ ամուսնության, այս ոլորտներում է, որ ոմանց մոտ կավարտվի, ոմանց մոտ ավելի կլուսավորվի այդ ոլորտը, ավելի կհասկանաք ինչ եք ուզում։ Հնարավոր է ստանաք կարևոր փաստաթուղթ, կարող են իրականանալ երկար սպասված ճանապարհորդությունները։ Դա այս դեպքում արդեն հանգույցները գտնվում են ձեր 3-րդ եւ 9-րդ տներում։ Ոմանց մոտ կլուծվեն իրավաբանական կամ դատական հարցերը, ոմանց կյանքում կարևոր իրադարձություններ կարող են կապված լինել թորների, արտասահմանում ամուսնության կամ արտասահմանում կատարվող գնումների հետ։ Այդ պատճառով օգոստոսի 28-ի խավարումը ձեզ համար շատ կարևոր նշանակություն ունի։ Խավարման օրը զգացմունքները, էմոցիաները ավելի ուժեղ կլինեն։ Ոմանց համար դա կարող է լինել շնորհանդեսի, հրապարակման կամ ցուցահանդեսի շրջան։ 9-րդ տունը նաև կապված է գիտելիք փոխանցելու եւ ուսուցանելու հետ։ Եթե արդեն սկսել եք դասավանդել կամ ցանկանում եք սովորեցնել ուրիշներին, այս թեման նույնպես կարող է ակտիվանալ։ Այս օրերին հնարավոր է մարգարեական երազներ տեսնեք, ուժեղ ներքին զգացողություններ ունենաք եւ կարևոր մտքեր, որոնք կարող են փոխել ձեր ապագա որոշումները։ Այս լուսնային խավարումն ունի բավականին բարենպաստ ազդեցություն։ Եթե այս օրերին նախատեսված են ճանապարհորդություններ կամ գործուղումներ, աշխատեք ձեզ շատ չծանրաբեռնել աշխատանքով։ Հատկապես օգոստոսի 28-ին, ինչպես նաև 1 օր առաջ, 1 օր հետո կամ 2 օր հետո ավելի լավ է ժամանակ հատկացնել հանգստին, մեդիտացիա անել եւ ներքին խաղաղությանը։ Սա լավ ժամանակ է կանգ առնելու եւ գնահատելու, թե ինչի եք հասել վերջին 2 տարիների ընթացքում։ Մտածեք ինչ փորձ ձեռք բերեցիք, ինչ փոխվեց ձեր կյանքում եւ ինչ սովորեցիք։ Դուք կզգաք, որ այս ոլորտում արդեն ավելի հասուն ու փորձառու եք դարձել։ Այժմ փոփոխություններն աստիճանաբար կտեղափոխվեն կյանքի այլ ոլորտներ, հատկապես այն ուղղությամբ, որը բացվում է ձեր առջև օգոստոսի 12-ին։ Հետագայում նաև առանձին տեսանյութ կլինի անպայման խավարումների հետ կապված։ Եվ պետք է հիշել, որ օգոստոսի 28-ից հետո լինում են նվազող լուսին եւ պետք չէ որևիցե գործեր սկսել այդ ժամանակահատվածում։ Եվ պետք է հասկանալ, որ հենց այդ օրը կարող է չավարտվել ինչ-որ մի բան, այլ ավարտվել այդ 2 շաբաթվա ընթացքում։ Ոմանք կարող են 2 շաբաթվա ընթացքում վերադառնալ հայրենիք, վերջանա օրինակ ձեր ճանապարհորդությունը եւ վերադառնաք տուն, վերադառնաք հայրենիք մշտական բնակության համար։ Ավարտվի արտասահմանում ձեր ոչը գործունեություն կամ ինչ-որ կապված գործեր, ուսման հետ կապված կարող ավարտում եք, օգոստոսին արդեն վերջ ինչ-որ դիպլոմ եք ստանում։ Այսքանը հարգելի խեցգետիններ, մաղթում եմ ձեզ հրաշալի
օգոստոս, շատ ուրախ եւ հաջող իրադարձություններ, բարեկեցություն եւ բարձր տրամադրություն։ Շուտով կհանդիպենք նոր տեսանյութերում։ Մինչ նոր հանդիպում։